Հաջորդը մենք ուր ենք հասնելու։ Հաջորդը հասնելու ենք, որ պետքա ընդհանրապես ազգային հերոսները վերանայվեն։ Հաջորդ քայլով լինելու է եռաբլուրը։ Եռաբլուրը ինչի խորհրդանիշ է։ Զինվորական պանթեոնը, չէ՞, ինչի Արցախյան պատերազմների ընկած ես պատահական չեմ ասում, գործ ունենք ոչ թե հակաղարաբաղյան, մենք գործ ունենք հակահայկական մի խմբակի հետ, որի խնդիրն է հայկականությունը ամբողջովին ոչնչացնել։ Ինչով են վախեցնում։ Ցանկանում ես պատերազմ, մեր ժողովուրդը պատերազմից չի վախենում, մեր ժողովուրդը վախում է պատերազմից Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Մեր ժողովուրդը վախենում է։ Մեր ժողովուրդը 20 թվականի պես բովանդակության պատերազմից։ Մեր ժողովուրդը վախենում է պատերազմից Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող հաղթել, Նիկոլ Փաշինյանը չի կարող դիմադրել, Նիկոլ Փաշինյանը կարող է կոշիկներ լիզել։ Դա տեսել են բոլորը, դա արձանագրել են, դրանից վախենում են։ Ընդհանրապես սա է, աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի ցանկանում։ Որ մի նորմալ մարդը պատերազմ կցանկանա, բայց ամեն ինչ ունի գին։ Խաղաղությունը ունի գին։ Այդ խաղաղությունը, որ ասում են բարձրագույն արժեք է, խաղաղությունը ինչ խաղաղություն։ Ստրկական խաղաղություն։ Դե իրենց պատասխանը հետևյալն է։ Ավելի հետ գնանք, ի վերջո Արևմտյան Հայաստանում ազատագրական շարժումը, հայ ազատագրական շարժումը, հետո հայկական հարց ամբողջովին, բանաձև ենք դա։ Դրանից հետո Արցախյան շարժումը ինչի համար է եղել, ազատության համար է, չէ՞ եղել։ Այդ ամեն ինչը ազատության համար է։ Հիմա ազատությունը փոխարինում ես ինչով, ստրկությամբ անունը դնես խաղաղություն, ուզում եք այդպես խաղաղ ապրեք ստրուկի կարգավիճակով, վաղն էլ տառերն եք փոխելու։ Չէ, վաղն կրոնն եք փոխելու, չէ՞ ինչ, բա տառերը ներվայնացնում է, դու ինչ գործ ունես, ինչ ես հարևանիդ ներվայնացնում այդ տառերով։ Բա կրոնը դու ինչ գործ ունես իսլամական միջավայրում, ինչ ես քրիստոնյա։ Վախում եք Նիկոլի նման չհայտնվեն նման անբարոյականներ, որոնք կհայտարարեն, որ մենք դարերի ընթացքում այդ պրոբլեմ ենք եղել, որովհետև քրիստոնյա ենք եղել այստեղ։ Մենք պետք է մուսուլման լինենք, որ հարևանների հետ ներդաշնակ ապրենք։ Եվ դրանով կարծեինք հայոց ցեղասպանությունը։ Դու կարծում ես, իհարկե, տակն էլ մի հատ է կդնեն, որ 300,000 քառակուսի կիլոմետրանոց հայկական լեռնաշխարհում ամփոփված Հայաստանի Հանրապետություն, եթե մենք այսօր չունենք, պատճառը, որովհետև քրիստոնյա ենք, պատճառը, որովհետև այ Մեսրոպ Մաշտոցի նման խառնակիչները թույլ չեն տվել, որպեսզի մենք, տենց ընդհանուր կիրիլիցայով կամ լատինիցայով ինչ որ մի Չէ, կիրիլիցա մի ասա, կիրիլիցան բանա։ Դե մոդա չի։